Հանուն Հոր եւ Որդվո եւ Օգնույն Սրբո ամեն։ Մարդ արաստուկ ըստ պատկերին մերում եւ ըստ նմանության։ Մարդ ստեղծենք մեր պատկերով եւ նմանությամբ։ Սիրելի ավատացյալներ, այսօր մեր եկեղեցին տոնում է, տոնախմբում է, ցնծում է բուն բարեկենդանը։ Ինչ է նշանակում բուն բարեկենդանը։ Բարեկենդան բառը նշանակում է բարի կենդանություն։ Այսինքն խորհրդանշում է Ադամի եւ Եվայի գեղեցիկ բարի կյանքը դրախտային արքայության մեջ։ Որովհետեւ բուն բարեկենդանը ինքնին արդեն խորհրդանշում է մարդու արարչագործությունը, առհասարակ երկնքի եւ երկրի եւ մարդու արարչագործությունը։ Տեսեք, Աստված մարդուն ստեղծելու համար շատ հետարքիր խորհրդածություն է անում ինքն իր անձերի մեջ։ Մարդ ստեղծենք մեր պատկերով եւ նմանությամբ։ Եսայի մարգարեն շատ հետարքրական է այս պահը նկարագրում։ Ասում է եւ մեզ մի մանուկ տրվեց, որ իշխանությունն իր ուսերի վրա պետք է լինի, այսինքն խաչը։ Նա պետք է կոչվի մեծ խորհրդի հրեշտակ, Աստված հզոր, հայր հանդերձյալի, սքանչելի խորհրդակից։ Այստեղ սքանչելի խորհրդակիցը հենց նշանակում է այս արտահայտությանը, մարդ ստեղծենք մեր պատկերով եւ նմանությամբ։ Որովհետեւ ինքը խորհրդակցեց իր անձերի միջև։ Ամենասուրբ երրորդությունը իր անձերի մեջ մարդուն արարելու խորհրդակցություն է անում։ Տեսեք, բոլոր արարածները խոսքով գոյացան։ Օրինակ լույսը, համասփյուր լույսը, եղիցի լույս եւ եղավ լույսը։ Այսինքն եւ հրեշտակները եւ ամբողջ արարչագործությունը մի խոսքով եղավ, մի խոսքով ստեղծվեց։ Իսկ մարդուն ստեղծելու համար Աստված խորհրդակցություն է անում։ Երկրորդ առավելությունը, որ մարդուն ստեղծում է, դա, տեսեք, մնացած արարվածները ընդամենը խոսքով գոյացան։ Իսկ մարդուն ստեղծելու համար Աստված ջանք ու եռանդ է գործադրում։ Իջնում է, երկրի հողից վերցնում է, ստեղծում է մարդուն եւ տնկում է դրախտի մեջ։ Այսինքն մարդու արարչագործությանը երկու առավելություն ենք մենք նկատում։ Նախ խորհրդածությունը եւ երկրորդը ձեռքով արարելը։ Տեսեք, յուրաքանչյուր ծնող առաջնահերթ մտածում է իր զավակի մասին։ Իմ զավակս լավ ապրի։ Ինչքան էլ որ ինքը լավ է ապրում, կարծես թե դա իր համար բավարար չէ։ Ինչու՞։ Դա ծնողի ներսից սերն է խոսում։ Ահա Աստված այդ նույն սիրով, սիրուց դրդված մարդուն ստեղծում է, որտեղ ինքը որևէ մի բանի կարիք չուներ։ Ինքը որևէ մի խնդիր չուներ։ Ինքը բնակվում էր լույսի ջինջ ոլորտներում, ամեն ինչ լույս էր, ամեն ինչ երանություն էր, սակայն ինչպես յուրաքանչյուր ծնող, որ չի ցանկանա միայնակ վայելել այն գեղեցկությունը, այն երանավետ վիճակը, որ ցանկանում է իր որդին կրկին վայելել, ահա հենց այդ պատճառով մարդուն ստեղծում է։ Ամեն ինչ մարդուն տալիս է երանության համար։ Մարդը ստեղծվում է երանության եւ դժոխքի միջնասահմանում, որպեսզի ինքը որոշի։ Ինքը որոշում կայացնի։ Որտեղից ենք իմանում։ Բարի Սամարացու առակից մի մարդ Երուսաղեմից Երիքով էր իջնում։ Երուսաղեմ թարգմանվում է որպես խաղաղության քաղաք, երկնքի արքայություն, այսինքն դրախտը, խաղաղության քաղաք։ Եվ Երիքով նշանակում է լուսին, խավար, այսինքն դժոխք։ Մարդը գտնվում էր
դժողքի եւ դրախտի միջնասահմանում, ինքը պետք է որոշեր։ Այսինքն Աստված մարդուն տվել է կատարյալ ամեն ինչ, որպեսի երանություն ունենա, որպեսի այդ սերը վայելի։ Եվ ահա մարդու արարչագործությանը Աստված ասում է. «Մարդ ստեղծենք մեր պատկերով եւ նմանությամբ»։ Ինչ է այս պատկերը։ Պատկերը ազատ կամքն է, որտեղ Աստված ունի ազատ կամք եւ մենք էլ ունենք ազատ կամք։ Այսինքն ամեն ինչ պետք է ազատ կամքով ընտրություն լինի։ Տեղ եւ չափ չենք կարող ասել Աստծու համար։ Նույնն էլ մարդու հոգին, մարդու մարմնում տեղ եւ սահման չունի, ինքը ամբողջ մարմնում է։ Եվ Աստված ունի միտք, բանականություն, կամք, այնպես էլ մարդուն ստեղծագործելիս տվեց ազատ կամք, միտք եւ բանականություն, որպեսզի ինչ էլ որ մենք անենք, մեր ազատ կամքով անենք, որպեսզի մենք բռնադատված չլինենք Աստծու կողմից, որովհետև Աստված երբեք որևէ մեկին չի բռնադատում, այլ կամ թագավորում է, կամ չի թագավորում։ Նույնն էլ մեղքը։ Հռոմեացիների 6-րդ գլխում Պողոս առաքյալն ասում է եւ այսուհետև մեղքը թող ձեր վրա չթագավորի։ Խորհրդանշում է, որովհետև մեղքը չի կարող մարդուն բռնադատել, այլ կարող է կամ թագավորել, կամ չթագավորել։ Նույնն էլ Աստված երբեք որևէ մեկի վրա չի բռնադատում, թեև կարող է, բայց չի ցանկանում։ Ինչու՞, որովհետև ինքը սիրող Աստված է։ Ցանկանում է, որ մենք մեր ազատ կամքով գնանք դեպի իրեն։ Այդ ընտրությունը դեպի իրեն լինի մեր ազատ կամքով։ Եվ ահա Աստված մարդուն ստեղծում է հողից, կենդանության շունչ է փնչում, որպեսզի մարդը դառնա կենդանի էակ, հոգևոր էակ։ Որովհետև մարդը պետք է տարբերվեր եւ հրեշտակներից եւ անասուններից։ Հրեշտակների նման ենք, որովհետև եւ հրեշտակները եւ մարդը բանականություն ունեն, բանական են, երկուստ էլ եղական են, երկուս եւ մարդու հոգին է անմա եւ հրեշտակների հոգին է անմա։ Մարդու մարմինը մահկանացու է, բայց հոգին անմա է։ Եվ պետք է նման լինենք անասուններին, որովհետև անասուններն էլ են անմա եւ զգայական։ Մարդը զգայական էակ է։ Դրա համար Աստված մարդուն արարչագործելուց երկու այդ զորություններն է խառնում, եւ նյութական, եւ հոգևոր, որպեսզի մարդը դառնա հոգևոր էակ։ Որտեւ երբ որ մենք ասում ենք մարդ, մենք պետք է հասկանանք մարմին, հոգի եւ միտք։ Դրանցից որևէ մեկը եթե չլինի, մարդ չի լինի, չեն կարող ասել մարդ, որտեւ եթե հոգի չունեցավ, մարդը կկոչվի բանականություն չունեցավ անասուն, եթե մարմին չունեցավ, մարդ չի կոչվի։ Եվ ահա հենց այդ պատճառով Աստված մարդուն ստեղծում է։ Սակայն երկրորդ տողը ինչ է ասում, Աստված իր պատկերով ստեղծեց։ Նմանության մասին խոսք չկա։ Ինչու՞։ Որովհետև տեսեք, ժողովուրդ ջան, պատկերի զորությունը տրվեց արարչական, այսինքն հենց ի սկզբանե Աստված մարդուն ստեղծելիս ազատ կամքի զորությունը տվեց, որպեսզի մենք կարողանանք ազատ կամքով ընտրություն կատարել, որևէ մեկ այսուհետև չի կարողանալու Ադամից սկսած մինչև վերջին ծնվելիք երեխան չի կարողանալու արդարանալ, որովհետև բոլորս էլ ունենք ազատ կամք։ Իսկ նմանողության սրբությունը տրվեց հավիտենական կյանքում։ Ահա սրա մասին է վկայում Հովհաննես Ավետարանիչը իր ընթարական թղթի 3-րդ գլխի 2-րդ համարում։ Սիրելիներ, այժմ Աստծու որդիներ ենք,
Աստծո որդիներ ենք, որովհետև մկրտված ենք, որդեգրված ենք Աստծուն։ Պողոս Առաքյալը Գաղատացիների թղթում ասում է. դու այլևս ծառա չես, այլ որդի։ Եթե որդի ես, ուրեմն ժառանգ Աստծու։ Եվ դեռ հայտնի էլ չէ, թե ինչ ենք լինելու, որտեղ եթե մկրտվել ենք, դա դեռ չի նշանակում, որ մենք փրկագործվել ենք։ Մենք պետք է այստեղ ճգնություններով, սրբություններով, աղոթքով, պահքով մեր կյանքը ապաշխարությամբ անցկացնենք։ Գիտենք, որ երբ նա հայտնվի, լինելու ենք նրա նման, քանի որ նրան տեսնելու ենք այնպես, ինչպես նա կա։ Ասում է, այնտեղ ենք լինելու նրա նման, այսինքն այստեղ նմանողությունը չունենք։ Երկնային արքայության մեջ ենք նման լինելու, երբ որ հայտնվի նա, որովհետև այստեղ բարի գործեր են կատարելու, աղոթք, պահք, սրբություն, ողորմություն, որպեսզի այդ նույն կերպով մենք նմանվենք Աստծուն, որովհետև Աստված ողորմած է եւ մենք էլ ողորմություն պետք է ունենանք։ Յանի ողորմածներին, որովհետև նրանք պետք է ողորմություն գտնեն։ Երանի խաղաղարներին, որովհետև նրանք Աստծո որդիներ պիտի կոչվեն։ Յանի հոգով աղքատներին, այսինքն մեղքերից աղքատացածներին, որովհետև նրանցն է երկնքի արքայությունը։ Այսինքն այդ 9 երանելիները, երբ որ մենք կարդում ենք, այն հենց այդտեղ է պարփակվում Աստուծո նմանողության զորությունը։ Այստեղ այդ ամենը գործեցինք, այդ երանելիներին արժանի դարձանք, այնտեղ նմանվելու ենք։ Այստեղ, այսինքն այստեղ ցանեցինք ողորմություն, այնտեղ ողորմություն ենք հնձելու։ Այստեղ ցանեցինք սրբություն, այնտեղ սրբություն ենք հնձելու։ Եթե այստեղ մենք ցանեցինք չարություն, ինչ ենք հնձելու։ Իհարկե չարություն։ Որովհետև տեսեք, Մատթեոսի ավետարանի մեջ շատ հետաքրքրական է այս ամենը նկարագրում։ Օրհնյալներին ասում է, եկեք իմ հոր օրհնյալներ, ժառանգեցեք ձեզ համար պատրաստված այս ամբողջ երկնքի արքայությունը, որովհետև սոված էի եւ ինձ կերակրեցիք, մերկ է եւ ինձ գեստավորեցիք, հիվանդանոցում է եւ ինձ այցելության եկաք։ Եվ ահա, տեսեք, այստեղ օրհնյալներ է ասում։ Հաջորդ տողում ոչ օրհնյալներին, անիծյալներին ասում է ինձանից հեռու անիծյալներ, հավիտենական հուրը, որը պատրաստված է սատանայի եւ իր հրեշտակների համար։ Տեսեք, դժողքը մարդու համար չնախապատրաստվեց, այլ պատրաստվեց սատանայի եւ իր հրեշտակների համար։ Սակայն այստեղ, եթե մենք մեր կյանքում չարություն ցանեցինք, սատանայի ետևից գնացինք, ուրեմն իր զորքն ենք դառնում, որտեղ որ մեր զորահրամանատարն է, այնտեղ էլ մենք ենք լինելու։ Եթե մենք ծառայել ենք Աստծուն, եթե մենք ծառայում ենք Քրիստոսին, եթե մենք մեր կյանքից ներս Քրիստոսին ընդունում ենք որպես մեր զորագլուխ, ուրեմն մենք պետք է իրեն հետևենք։ Եթե սատանային ենք ընտրում որպես զորագլուխ, ուրեմն սատանայի հետ պետք է լինենք։ Երկուսն էլ ինչի արդյունք է, ազատ կամքի արդյունք է։ Եվ ահա տեսնում ենք, թե ինչպես պատկերը տրվեց որպես արարչադիր, մենք չենք կարող դրանից ձերբազատվել։ Ազատ կամքը յուրաքանչյուրն ունի։ Իսկ նմանողության սրբությունը տրվեց, որպեսզի այդ ազատ կամքը գործածելով մենք արժանանանք աստվածային տեսությանը, զորությանը։ Սակայն տեսեք, շատ են ինձ հարց տալիս, ասում են Աստված ինչու մարդուն հենց ի սկզբանե չստեղծեց եւ ամենավերջում ստեղծեց։ Ինչ է, ամենաստորինն էր։ Պատասխանը հետեւյալն է, ժողովուրդ ջան։ Տեսեք, երբ որ թագավորը պալատ է կառուցում, նախ ճարտարապետները իրենց մտքում գծագրում են, պատկերացնում են, այնտեղ ամբողջ պալատն են կառուցում եւ նոր միայն թագավորը գալիս է այնտեղ բնակվելու։ Թագավորը չի գալիս բնակվելու պալատում, երբ դեռ պատրաստ չի։
Այնպես էլ Աստված, քանի որ մարդը արարվեց որպես թագավոր, իշխի դրանց։ Հետարքիր մի արտահայտություն է անում։ Իշխի դրանց։ Ուրեմն Աստված այս ամբողջ երկինքն ու երկիրը պատրաստեց որպես արքայարան, դրախտը պատրաստեց որպես գա, որպեսի մարդը գա եւ այնտեղ թագավոր լինի։ Բայց տեսեք, թագավորին նկարագրելու ժամանակ նկարիչը երբ որ նկարում է մարդուն, թագավորին նկարագրում է որպես թագով, ոսկյա թագով, ոսկյա մահակով, պատմուճանով, սակայն Աստված մարդուն այդպեսին չստեղծեց։ Ինչու՞։ Որովհետև սկզբնատիպը, այսինքն Աստված, այդպեսին չէր։ Սակայն թագի փոխարեն տալիս է առաքինությունները։ Մահակի փոխարեն տալիս է անմահության երանությունը։ Պատմուճանի փոխարեն տալիս է իր սրբարար զորությունները։ Հիմա հարց, ո՞րն է ավելի կարևոր, ոսկյա թագը, թե առաքինությունները։ Ոսկյա մահակը, թանկարժեք քարերով զարդարված, թե անմահության երանությունը։ Իհարկե, այս վերջիններն են կարևոր։ Ահա տեսեք, թե Աստված ինչպես մեզ շնորհազարդեց։ Եվ մարդուն տնկեց երանության պարտեզում, դրախտում տնկեց։ Եվ Աստված բերեց բոլոր կենդանիներին, որպեսի Ադամը պետք է անուն տար։ Ինչու՞։ Որտեղ դրանով պետք է հաստատեր, որ մարդը թագավոր է, իշխան է։ Որտեղ մարդուն ստեղծագործելուց ասում է թող իշխի նա ծովի ձկների, երկնքի թռչունների եւ երկրի վրա սողացող բոլոր զեռունների վրա, բոլորի վրա, այսինքն մարդը թագավոր կարգվեց ամբողջ նյութական աշխարհում։ Իր համար ստեղծվեց, Աստծո համար չստեղծեց, այլ իր համար ստեղծվեց։ Եվ ահա Ադամը ինչ որ անուն տար, դա էր լինելու։ Եվ Ադամը յուրաքանչյուրին անուն տվեց։ Սակայն իր նմանը չգտավ եւ մեծ տխրություն ունեցավ։ Տեսեք, շատ հետաքրքրական մի իրավիճակ է բացվում մեր առջև։ Մարդը դրախտային վիճակում տխրություն եւ տրտմություն զգաց։ Որովհետեւ ժողովուրդ ջան, Ադամի թագավորությունը կատարյալ չէր, ինքը պետք է ընտրեր։ Այսինքն, ինչպես քարոզի ընթացքում, այնպես էլ կհիշացնեմ։ Կա 4 թագավորություններ։ Առաջի թագավորությունը Ադամի թագավորությունն է, որը կատարյալ չէ, շատ քիչ օրեր տվեց։ Երկրորդ թագավորությունը դա մեղքի թագավորությունն էր, երբ որ Ադամը մեղանչեց, մեղ գործեց եւ վտարվեց։ Ինչի մասին մյուս կիրակի կխոսենք։ Եվ երրորդը Մովսիսական օրենքի թագավորությունն էր, որը որ ընդամենը օրենքը բնութագրվեց, ինչպիսին է, բայց օրենքը չուներ քավչական եւ շնորհաբաշխական զորությունները, ինչը որ պետք է ունենանք մենք Քրիստոսով։ Եվ չորրորդ թագավորությունը արդեն Քրիստոսի թագավորությունն էր։ Եկավ մեր մարմնով հաղթեց սատանային, սատանայի բոլոր մխացող նետերը ջախջախեց մեր մարմնով 40-օրյա պահեցողությամբ։ Այն ամենով ինչը որ Ադամը ընկել էր, դա մեզ հաղթանակ շնորհեց մեր Տերը։ Եվ ահա սա է կատարյալ թագավորությունը, Քրիստոսի բերած սրբարար կատարյալ թագավորությունը հենց այստեղ է։ Տեսնում ենք, թե Աստված ինչ գեղեցիկ կերպով մարդուն ստեղծեց, որպես թագավոր, որպես իշխան, բայց մարդուն տրվեց որպեսի դրախտը պահպանի, որտեվ եթե դու թագավոր ես, դու ուրեմն ծառա ես։ Ինչպես որ ծնողը ավագն է, բայց ծնողը ծառայում է իր փոքրիկ զավակին։ Այստեղ ցույց է տալիս խոնարհության զորությունը,
ավագը ծառայում է կրտսերին, Ադամը ծառայում էր ամբողջ աշխարհին, պահպանում էր։ Աստված դա տվեց, որպեսզի մարդը պարապության մեղքի մեջ չընկնի, որովհետև ես միշտ այսպես եմ խորել, ամեն մի մեղք մարդու մեջ է մտնում պարապասիրությունից։ Երբ որ մարդը պարապության դիմեց, պարապ եղավ, ինքը իր մեջ ձևավորելու է մեղքը եւ մեղքի հանդեպ հակում է ունենալու։ Որպեսզի մենք պարապության չնվիրվենք, մեղքին չնվիրվենք, Աստված ինչ է տալիս, որպեսզի մենք առավել եւս այս 40-օրյա պահեցողության ընթացքում ավելի ինտենսիվ կերպով զարգացնենք մեր մեջ աղոթականությունը, ծոմապահությունը եւ ողորմությունը։ Շատ բարի, Ժողովուրդ ջան, այժմ կարող եք ձեր հարցերը տալ։ Հա, Սեդա ջան։ Վախի։ Տեսեք, կա երկու տեսակի վախ։ Առաջինը անգոստելի եւ ոչ անգոստելի, այսինքն եկամուտ եւ ոչ եկամուտ։ Երբ որ մարդը փոքրինչ Աստծուց երկյուղ ունի, դա ընդունելի է, երկյուղը ընդունելի է։ Բայց երբ որ մենք ամեն ինչից վախենում ենք, դա մեղքի հետևանք է։ Աստվածաշունչը, Ժողովուրդ ջան, 365 անգամ մեզ ասում է մի վախեցեք։ Կարծես թե ամեն առավոտ նախաճաշին Աստվածաշնչի միջոցով մեր ականջին շշնջում է. մի վախեցեք, որովհետև ես ձեզ հետ եմ, ասում է Եսայի մարգարեության մեջ 41-10 համարում։ Ինչու չպետք է վախենանք, որովհետև տեսեք, մարդը ինչից է վախենում, մահվանից, չէ, բայց մեր Տերը իր մահով հաղթանակ շնորհեց, կյանք շնորհեց մեզ։ Ուրեմն ինչ ասում մի վախեցեք, որ ձեր մարմինը կսպանեն, նրանք հոգին չեն կարող սպանել, այլ վախեցեք նրանից, որ հոգին գեհեն ուղարկելու իշխանություն ունի, այսինքն Աստծուց։ Երկրորդը մենք ինչից ենք վախենում, հարստություն կորցնելուց, բայց մեր Տերը գալիս է եւ ասում է այդ ամբողջ հարստությունը իրենն է, ինքն է այդ ամբողջ հարստությունը։ Մի գեղեցիկ առակ է պատմում, ասում է ով է այն մարդը, որ մի արդ գտավ եւ այդ արտում գանձ, իր ամբողջ ունեցվածքը չի ծախի եւ այդ գանձը չի գնի, այսինքն երբ որ մենք տեսնում ենք, գտնում ենք Քրիստոսին, մեր ամբողջ այդ աշխարհը խորհրդանշող մեր ունեցվածքը պետք է վաճառենք, մեղքը պետք է վաճառենք, այլևս մեղք չգործենք, որպեսզի ում գնենք կատարյալ գանձին, Հիսուս Քրիստոսին։ Մենք վախենում ենք ինչից, թշնամիներից, եւ հոգեվոր եւ մարմնական թշնամիներից։ Սակայն մեր Տերը ինչ մեզ շնորհեց մեծագույն զորությունը։ Ես հաղթեցի աշխարհին։ Ես հաղթանակած զորավարի, զորահրամանատարի զինվորն եմ։ Եթե ես այդ հրամանատարի զինվորն եմ, ուրեմն ես չպետք է վախենամ։ Եթե վախենում եմ, ուրեմն դեռ ես կատարյալ վստահություն չունեմ Աստծու հանդեպ։ Պատկերացեցիր, չէ՞։ Դրա համար մենք չպետք է վախենանք, վախ ունենանք։ Հա, իհարկե։ Ասում ենք հոգով հարուստ, պատկերացնում ենք բարի մարդ է, չէ՞, լավ մարդ, ասում ենք հոգին հարուստ լինի կարևոր։ Բայց ինչի ասում Երանի հոգով աղքատներ։ Որտեղ այստեղ հոգով աղքատները խորհրդանշում են մեղքերի ծաղկատացածները, ովքեր որ մեղք չեն գործում, կամ եթե գործում են, իրենք ապաշխարում են եւ աղքատանում են։ Դրա համար ինչ ասում է, ավելի հեշտ է, որ այս պարանը, թոկը աստղի ծակով անցնի, կամ ուխտը աստղի ծակով անցնի, քան թե հարուստը մտնի երկնքի արքայություն, այսինքն դա նյութականի մասին չի խոսքը։ Դա խոսում է, որովհետև շատ նյութական հարուստներ եղան։ Դավիթ մարգարեն, Աբգար թագավորը, Տրթատ թագավորը, բոլորն էլ
թագավորներ էին, ուրեմն հարստություն ունեն, բայց իրենք մեղքերից աղքատացան, մեղք չգործեցին։ Դրա համար նույնը ասում է, եթե ձեր աչքը գայթակղեցնում է, կտրիր եւ այն նետիր, որտեվ ավելավ է մեկ աչքով մտնես երկնքի արքայություն, քան թե երկու աչքով չմտնես։ Այսինքն, երբ որ սա իհարկե այս աչքի մասին չի խոսքը, այլ ցանկության, գայթակղության ասում է ավելավ այդ գայթակղությունը չգործես, այդ մեղքը չգործես։ Եվ եթե չես գործում, ուրեմն աղքատանում ես մեղքերից, չէ՞։ Եվ քո երկնքի արքայությունը պատրաստ է։ Բայց եթե դու այդ գայթակղություններին տրվեցիր, կամաց այդ երկնքի արքայության մտնելու անցքը սկսում է նեղանալ, որտեղ դու ես փակում։ Դրա համար որպեսի բացես, դու պետք է ջանք գործադրես, մեղքերից աղքատություն ունենաս։ Հա։ Էլի հարցեր։ Հա։ Պատկերով չի, ոչ։ Այսինքն ես ուզում եմ հասկանամ Աստված երբ որ մարդուն արարեց, տվեց այդ հատկանիշը բնորոշելու գեղեցիկը եւ ոչ գեղեցիկը եւ արդյոք մարդը ինքը միջամտություն չի գործում Աստծո այս արարչապետության մեջ։ Հիմա ըստ այս աշխարհում տգեղ մարդ կա, ըստ ես նախ առաջին Աստծո պատկերով, երկրորդը կարող եք յուրաքանչյուր ծնողի հարցնել, թե ով է ամենագեղեցիկը։ Յուրաքանչյուր ծնող իր երեխային է պատկերացնում, չէ՞։ Հիմա ով է այդ գեղեցկությունը սահմանել։ Ես ինչի պետք է այդ գեղեցկության ստանդարտներին հետևեմ։ Ինչը ես չեմ ընդունում այնպիսին, ինչպիսին ես կամ արտաքնապես, որ ես պարտադիր պետք է հետևեմ միջազգային բոլոր ստանդարտներով գեղեցկություններին, որոնք որ տանում են հիվանդությունների, անառողջության։ Ամբողջ խնդիրը այստեղ է գալիս, երբ որ հեռուստատեսությամբ, մամուլով, ինտերնետով դուք ինձանից ավելի լավ գիտեք, ահավոր մեծ քարոզչություն է գնում բթացնելու մարդու ուղեղը եւ համոզում են մարդկանց, համոզում են երեխեքին, որ դուք տգեղ եք, դուք գեղեցիկ չեք։ Այդ նույնը տարիներ առաջ համոզում էին մարդուն եւ ասում էին դու կապիկից ես առաջացել։ Հասկացեք, երբ որ մարդը սկսում է հավատալ այդ կեղծ թեզին, որ ինքը կապիկից է առաջացել, ուրեմն իրեն հեշտ կլինի ապացուցել, որ ինքը տգեղ է։ Տեսեք, Աստված այստեղ ինչ է գործում։ Մեզ անդադար ասում է, ես քեզ ստեղծեցի իմ պատկերով, բայց մենք գնում ենք դեպի կապիկություն։ Չէ, Տեր Աստված, դու ինձ չես ստեղծել, ինձ պատկերով չես ստեղծել, ես կապիկից եմ արարվել, ասում է աթեիստը։ Երբ որ մարդուն բերում են եւ համոզում են, որ ինքը կապիկից է արարվել, ուրեմն շատ հեշտ կհամոզեն, որ ինքը տգեղ է։ Եվ եթե որևէ մեկը, որ իր սեփական ստանդարտներին, ճաշակներին չի համապատասխանում, ինքը սկսում է ինչ անել, դիմացինին անուն կպցնել, տգեղ է։ Գիտեք, ամեն մեկն ունի իր գեղեցկությունը
եւ երբեք որևէ մեկին տգեղ անվանելու իրավունք չունի։ Այդ նույնն էլ գեղեցկության սկզբունքներից ելնելով մարդիկ կրկին դաջվածներ են օրինականում, փաստելու համար, որ իրենք տգեղ են եւ կարիք ունեն ինչ-որ թանակի խզբզոցի, որ իրենք գեղեցկանան։ Բայց Աստվածաշունչը հստակ ասում է, որ հստակ դաջվածներ մի արեք։ Ինչու, որտեվ ժողովուրդ ջան, Սուրբ Հոգու տաճար ենք։ Պողոս Առաքյալն ասում է, դուք ձեր մարմնի տերը չեք։ Մենք տեր ունենք։ Մենք պետք է այս մարմինը խնամքով վերաբերվենք։ Որտեվ այս մարմինը տրված է իսպաս դնելու ամենասուրբ երրորդությանը եւ վերջ։ Որպեսզի այստեղ գործենք Աստծո գործերը, այնտեղ երկնքի արքայության մեջ նմանողության զորություն ունենալով կարողանանք իր հետ թագավորել։ Բայց այս մարմինը տրված է, որպեսզի մենք կարողանանք այդ Աստծո զորությունն ունենալ։ Որպեսզի մենք այդ Աստծո զորությամբ ծառայել հենց իրեն, ամենասուրբ երրորդությանը, ոչ թե մեր հաճույքների, ոչ թե մեր ցանկություններով, այլ իր փառքի համար։ Ուրեմն ինչ է նշանակում դիմացինին ասել դու տգեղ ես։ Որ դիմացինն էլ ասի դու ես տգեղ։ Ու մի քանի 100 հոգի ասեն դու ես տգեղ։ Այս աշխարհում ժողովուրդ, սիրելի հավատացյալներ, երբևէ որևէ մեկը տգեղ չի։ Նա Հա, հիմա Ես ուզում եմ տոհմի մեղքերի համար, որ Աստված ասում է, եթե անիծեմ 1000 սերունդ պիտի անիծեմ եւ եթե օգնեմ, պիտի օգնեմ։ Ասենք իմ տոհմում երիտասարդություն շատ է, ասենք մեղքերի մեջ, ասենք ենթադրենք մեղքեր են գործել, դրա համար են ավելի շատ երիտասարդ ու տղամարդիկ գործել մեր տոհմում, հենց հայրական, ուզում եմ իմանամ ինչ կարանք անենք, որ այդ մեր մեղքից ենթադրենք անեծքի տակ ենք ու դուրս գանք։ Հոբ ինչ էր անում, ողորմություններ չի անում, լավագույն տարբերակը, ասում է, իհարկե այնտեղ զոհ է նշանակում, բայց մեր տերն ասում է զոհ չեմ ցանկանում, այլ ողորմություն եմ կամենում, այսինքն մենք պետք է այդ վեկտորը, զոհի վեկտորը փոխենք ողորմության վեկտորով, դիմացինին սկսենք ողորմություն անել հանուն մեր բարեկամների, հանուն մեր սիրելիների։ Բայց հայրս էլ է ձևեղել ու նորից ասեմ Աղոթքով ամեն ինչ կմաքրվի, հավատացեք, աղոթքով ամեն ինչ մաքրվում է։ Հավիտենական կյանքում մեր Տերը Աստվածաշնչի միջոցով շատ հետաքրքիր է ասում է, եթե հարության ակնկալությունը չլիներ, զուր կլիներ մեռելների համար աղոթք մատուցելը։ Ռութի գրքի մեջ շատ հետաքրքիր մի դեպք է տեղի ունենում։ Նոեմին, որ Ռութի սկեսուրներ, իր երկու հարցները շատ լավն են եւ շատ են սիրում իր սկեսրոջը, իրենց ամուսինների մահվանից հետո մի հարցը գնում է իր տուն, ասում է ես քեզ շատ եմ սիրում, բայց պետք է գնամ, Ռութը ասում է ուր էլ գնաս, ես քո հետ եմ, որտեվ այդ տան օրհնությունն էր ստացել, տեսել։ Եվ Ռութը երբ որ գալիս է, դե աղքատ են, որևէ գումար չունեն, Մասիսում այդ սովորությունը կար, ես Մասիսից եմ, ուրեմն դաշտի այս եզերքները չեն քաղում, թողնում են, որպեսզի աղքատները գան, ցորենը հավաքեն։ Այդ նույնը Աստվածաշնչյան սովորություն է եղել, եզերքների ցորենները չեն հավաքում։ Երբ որ Բոոսը Դավիթ մարգարեի, Դավիթ թագավորի պապիկը տեսնում է Ռութին, Դավիթ մարգարեի տատիկին, ապագա որ պետք է ծնեին Հեսեին եւ Դավիթ մարգարեին, ասում է իր ծառաներին ասում է շատ թողեք։ Ցորեն շատ թողեք։ Եվ Ռութը երբ որ շատ լիքը հավաքում է, Նոեմին բերում է եւ պատում է Նոեմին։ Նոեմին ասում է օրհնյալ է Աստված, որ իր գութը չպակասացրեց ոչ ողջերից
եւ ոչ էլ մեռածներից։ Այսինքն, երբ որ մենք ողորմություն ենք անում, Աստված իր գութ, իր ողորմությունը չի պակասեցնում ոչ ողջերից մեր եւ ոչ էլ մեռածներից։ Դրա համար ողորմությունը միակ ամենագեղեցիկ ճանապարհն է։ Հա, դու էլի հարց ունեիր։ Հա։ Ահա։ Շատ գլոբալ հարցադրում է, թե ինչու երեխաները երբեմն ծնվում են ոչ առողջական, չէ՞, ոչ առողջական կարգավիճակով։ Այսպես ասած, խնդիրներով։ Չնայած ես այդ բառը այդքան էլ չեմ սիրում, ոչ առողջական, այսպես ասած։ Դա հազարավոր պատճառներ կարան լինեն, հազարավոր։ Ոչ միայն ծնողների մեղքի համար, որովհետև օրինակ թմրամոլ էին, հարբեցող էին եւ իրենց երեխաները հետո նեղվում են, թե ինչ են մեր երեխաները խնդիրով ծնվել։ Աստծո զորությունը ցույց տալու համար, որտեղ Աստված հետո պետք նաեւ այստեղ թվարկություններ անենք, Աստված իր զորությունը պետք է ցույց տա այդ երեխայի միջոցով, ինչպես կույրի պարագայում, երբ որ առաքյալները հարցրեցին այս մարդը երբ որ կույր է, ում մեղքի պատճառ, ծնողների, թե իր, ոչ նրա, այլ Աստծո զորությունը երևալու։ Հիվանդություն կա, որ մեր մեղքերով է լինում տվյալ մարդու, տարբեր, շատ գլոբալ հարց եք տալիս, այդ դեպքում պետք է անհատապես ուսումնասիրել, անհատապես, երբ որ անհատապես ուսումնասիրում ենք, մենք ճշմարտության բանալին գտնում ենք։ Հա։ Եթե տարբեր կրկին դա շատ գլոբալ է, ինչ ստադիաների է գտնվում այդ մարդը։ Ինչ ստադիաների, կրկին, դա ինդիվիդուալ պետք է քննվի։ Եվ օրինակ մի քահանա ունենք, Տեր Գրիգորը, որը իր Սուրբ Խորան է բարձրացնում, դա ունի համախտանիշով տղա երեխաների, արև երեխաներին։ Հիմա մարդիկ կան, որ քննադատեն եւ այլն, ես դա հիասքանչ չեմ ընդունում։ Այո, ես դա շատ հուզումնալից է ինձ համար, որովհետև այդ երեխաները ճանաչում են Աստծուն, տեսնում են Աստծուն, զգում են Աստծուն, եւ շատ հավանական է, որ մեզանից էլ ավելի լավ, ավելի պարզ են իրանք տեսնում, իրանք հավատում, որովհետև մենք կփորձենք կասկածներով լի ինչ-որ թեզեր առաջ քաշել, բայց այդ երեխեքը Աստծուն հենց տեսնում են ու հավատում են, ու շատ շատերին։ Այո, նույնն էլ իրանց է վերաբերվում, որովհետև հոգեբանական եւ հոգեբուժանի պարկած անձին ասում է հենց ստանում էին եկեղեցի, հանգստանում էր ու դառնում էր նորմալ։ Աստված իր ծերն է ցույց տալիս երբեմն։ Հա։ Բայց այդ դեպքում մենք կրկին իրավունք չունենք այդ մարդկանց, այդ երեխաներին դիտարկել որպես ոչ լիարժեք, որտեղ իրենք բանական են, մահկանացու են, մտքի եւ հանճարի ընդունակ են, այսինքն կատարյալ մարդ են, ունեն միտք, մարմին եւ հոգի։ Եվ հավիտենական արքայության մեջ, Քրիստոսի արքայության մեջ ես խորապես վստահ եմ, որ Աստված հենց այդ տեսակ մաքուր հավատք է փնտրում։ Մաքուր, գեղեցիկ, ի խորոց սրտի բխած հավատք է փնտրում։ Հա։
Էլի հարցեր։ Հա։ Ես գիտեմ, որ եթե Մովսեսի օրենքը գրվել Աստծո ճամփով, հետեւաբար Աստված ասել Մովսեսին գրել եւ Քրիստոսն այդ պատասխանը տալիս, ասում է դա ձեր սրտի կարծիքան համար է ասած։ Արդյոք Մովսեսը իրավունք ուներ իրավունք գրել մի բան, որ Աստված չէ։ Երկու պատմությունները խառնեցիք իրար։ Սադուկեցիների եւ հարց ամուսնության մասին, ամուսնալուծության մասին այդ պատմությունները խառնեցիք իրար, բայց ամեն դեպքում կփորձեմ օրենքը Մովսեսը չէ որ տվեց, այլ Աստված Մովսեսի միջոցով օրենքը եղավ։ Ընդհանրապես Մովսեսը ներկայացնողն էր, պատմողն էր։ Բայց ինքը ասում է Մովսեսը չէ որ մանանան տրվեց, այլ իմ հայրը որ երկնքում է։ Մովսեսը ոչ մի բան ընդհանրապես ինքը փոխանցողն էր։ Մովսեսի միջոցով եղավ, չէ՞, առաքյալն ասում է՝ իր շնորհ եւ ճշմարտություն Հիսուս Քրիստոսի։ Մովսեսը Աստծո այդ օրենքը փոխանցեց, որտեղ Աստված տեսավ, որ հրեա ժողովուրդը դաժան, խստաբարո, ամեն ինչի մեջ դաժանություն փնտրող, ինչպես նաև մեր ժողովուրդը ամեն ինչի մեջ կփնտրի, կբամբասի, կքանդի այդ ընտանիքը, հենց որ ինքը քանդեց, ինքը կհանգստանա։ Տեսեք մի հատ մտովի տեղափոխվենք Թումանյանի Անուշ պոեմը։ Մինչև Մոսին սպանել չտվեցին Սարոյին, ժողովուրդը չհանգստացավ, վերջ, քելեխեկերան հանգստացան։ Բայց մինչև այդ անդադար Մոսին, ծաղրում էին Մոսին, վիրավորում էին անդադար, հենց Սարոն մեռավ, հենց Մոսին սպանեց Սարոյին, իրանք հանգստացան։ Նույնն էլ հրեաներն են։ Մինչև չքարկոծեն, իրանք չեն հանգստանա։ Հենց արունը տեսնում են, հանգստանում են։ Դրա համար Աստված, քանի որ ինքը գիտեր հրեա ժողովրդի խստասրտությունը, ուրեմն տվեց ամուսնալուծության թուղթը, որը որ Քրիստոսով վերացավ։ Ինչն էր ամուսնալուծության թուղթը, որ այդ ամուսնալուծված աղջիկը, հարսը հանկարծ սխալ ճանապարհով չգնա։ Ինչու՞, որովհետև հրեաները օրինակ իրենք կարող էին անգամ բաժանվել, ճաշը աղի չես արել կամ աղի ես արել։ Իմ դուրը չի եկել, ուրեմն ես քեզ ազատ եմ, բաժանվում եմ։ Բայց քանի որ Աստված գիտեր հրեաների այդ կեղտոտ մտածելակերպը, ինքը ասեց գոնե թուղթ տան արձակման, որ այս կինը որ հայտնի լինի, որ ոչ թե օրինակ պոռնկության համար է բաժանվել, այլ ընդամենը ճաշը աղի չէր, կամ չգիտեմ, բիբարը լավ չէր խորովել։ Պատկերացրեցիք։ Դրա համար ինքը հնարավորություն տվեց։ Մի բան է հասնեմ, որ բախորդ հետ կապված, այսօր համ տոննա, համ պահքի առաջի օրնա ոնց են մարդը։ Բաղնապահքը։ Ասիկ այսօր Այո, այսօր ուտիքա։ Եթե չեմ սխալվում, հնեմ մարդիկ մասկարադին դեմատը դիմակահանդես նշել են բան, ու մեր մեջ դա վերացել է, բայց այսօր բանը, այսօր Հելովինի համար նշում են, բայց մեր հենց այդ որ ավելի շուտ է, դա չեն նշում։ Ոնց անենք, որ մեր ազգը դառնա դրանն Հելոինը լրիվ տարբեր մտածելակերպ ունի։ Հելոինի մասին ժողովուրդ կարող է կարդալ Ջոն Ռամիրես, այդ մարդը բարձր սատանիստական կոչում է ունեցել եւ հետո քրիստոնյա էր դարձել, ասում է մեզ համար հաճելի էր սա այդ Հելոին տոնը։ Սա, այսինքն բուն բարեկենդան, ուղղակի ուրախություններ են եղել։ Հելոինը ուր է որ մենք անում ենք այդ դիմակահանդեսը, բայց հիմա չենք անում։ Հելոինը դիմակահանդես չի է։ Հելոինը սատանայի բանն է։ Այդ օրը սատանան արձակուրդ է գալիս։ Բոլորի մեջ է մտնում։ Չի ասի շատերին, մի փոքր մաս այն որ
Կրկին ու կրկին իրեն այն շրջանակն է, որ իրեն շատ հեշտ է ինչ-որ մի բան համոզել, զարգացած չի տերմինով, դա կարող եք կարդալ գնդապետ Դանի, ինչպես քանդել պետությունները ներսից այդ փոքրիկ հատվածը, իր որ գրքի, պատերազմգրքի մեջ գնդապետ Դանը շատ հստակ նշում է, ինչ կրիտերիաներով պետք է անցնենք և ինչպես պետք է դա անենք, ասում եմ, այն ինչը, որ մենք ներկայացնելու ենք, դա կներկայացնենք որպես զարգացվածություն, առաջադիմություն, ասում է այն ինչը, որ իրենց պետք է մեղադրենք, օրինակ պատմություն, գրականություն, լեզու, մշակույթ, կրոն, հավատալիքներ, ամեն ինչ, ասում է կներկայացնենք որպես հետամնացություն, օրինակ ոնց դու եկեղեցի ես գնում, ոնց դու ազգային տոներ ես տոնում, հո դու հետամնաց չես, դու արի մեր զարգացած տոները տոնի։ Ես էլ միշտ ասում եմ, մարդ ինչքան պետք է հետամնաց լինի, որ հելոին տոնի։ Միատարդյական հարց է։ Հա։ Հիմա այս տքնաժամային վիճակում է մեր հայ ժողովուրդը։ Սկզբում, որ նոր աղբարներն եկել էին, մենք պատեր բազք ենք արես եկեղեցու, ինքը ամեն օր միշտ գնացել ամեն շաբաթ կիրակի պատմում են աղբարները, որ իրար հետ շփվել է, ինչ կարիքի մեջ են, ոնց են, ասենք տեղացիները իրաց նկատմամբ, հիմա որ այսքան հեռու են Աստծուց, մենք բոլորս համարյա, եկեղեցին, քահանաներով, ասենք բակերը, դպրոցները, ինչի՞ չի օրինակ քարոզանում, ես մի օր մի քահանա հարցրի, ասեց, որ ատամնաբույժի մոտ դու ես գնում, թե չէ, բայց մի հատ իտալացի բժիշկ կար, որ խոլերայի ժամանակ ինքը գնաց, չէ, ամեն ինչ արավ։ Հիմա այդ խոլերան եկել է, ոնց որ հասել է, դուք ոնց որ նույն տեղում նստած եք։ Հիմա տեսեք, ձեզ կպատասխանեմ, օրինակ, որ դուք ասում եք դպրոցներ չեն գնում, վստահ եք, որ չենք գնում։ Դե ասենք քաղաքացիներից երեխեքից իմանում եմ 10% չկա։ 10-րդ 6-րդը 6-րդ դպրոցը գնում են։ Օրինակ իմ դպրոցները ավագ դպրոցներն են, քոլեջները ավագ դպրոցները, որ խնդրեմ, կգնաք, եթե հարմար լինի, հարցնեք քոլեջի տնօրեններին, ավագ դպրոցների տնօրեններին, ով է ձեզ մոտ ամեն տարի գալիս, որտեղ այս 5 տարի է, ես ամեն տարի գնում եմ, և նույնը անում է Տեր Վահանը։ Ամեն տեղ է Տեր Վահանը գնում, այսինքն քահանաները փառք Աստծո այդ ձեր ասած խոլերայի ժամանակ հիվանդանոցներ գնում են։ Տեսեք ժողովուրդ, ես ուրախ եմ, որ դուք անկեղծ եմ ասում, որ քննադատաբար մոտենաք, բայց մի խնդրանք, երբ որ քննադատաբար եք մոտենում ինչ-որ մի հարցին, նաև բայց պետք է իմանաք, արդյոք դա այդպես է, թե չէ։ Եհովայի վկաներն են դեղները ծեծում, պետք է քահանան բոլորի դեղները ծեծի, ինձ տենց է թվում, որտեղ ես Աբովյան փոքր էի, տատիկիս տուն էին եկել, ես հիշում եմ նշխարք տվեցի, այդ իմ մեջ մտել է այդ հայրենադարձները շատ էին Աբովյանում, ասենք բոլորի տները մտնելով։ Դա հենց այդ եմ ասում, դպրոցները փառք Աստծո այցելություններ կատարում ենք, ու երեխեքը շատ լավ հարցադրումներ են անում։ Շատ լավ, ժողովուրդ ջան, շնորհը մեր Տեր Հիսուս Քրիստոսի այժմ և միշտ և ավիտյանս հավիտենից ամեն։